Բարև ձեզ բարեկամներ, ուրախ եմ Երևանյան տաղավարից ողջունել մեր բոլոր ունկնդիրներին։ Վերջապես Երևանում եմ, իսկ դա ինձ համար շատ կարևոր այսպես իրադարձություն է։ Գիտեք, ոչ մի օր Փակ TV-ն չի դադարեցրել իր աշխատանքը։ Մոսկվայից գիտեք անընդհատ կապի մեջ էի, անդադ հաղորդումները գնում էին, բայց մեկ բան է, երբ դու հաղորդումը վարում ես Երևանից, մեկ այլ բան երբ այլ երկրից։ Չնայած իհարկե ժամանակակից տեխնիկական հնարավորությունները հնարավորություն են տալ աշխարհի ցանկացած անկյունից այսօր վարել հաղորդումներ, անմիջական ունենալ մասնակցությունը այս կամ այն ծրագրին։ Եվ հա վերջապես 1.5 ամյա, այսպես ասած, բաժանումից հետո Երևանում եմ իմ շատ հարազատ Փակ TV-ի տաղավարում եւ ամենևին էլ պատահական չէ, որ առաջին հյուրը ում հետ այսօր զրուցելու եմ, նույնպես ինձ շատ հոգեարազատ մի անձնավորություն է, ում իսկապես շատ հարգում սիրում եւ ամենակարևորը ընդունում եմ իր ճշմարտացիության համար, որտեղ երկար ժամանակ ապրելով ստի, կեղծիքի այս ճղճի իրավիճակում մարդ ուրախանում է, երբ մի նորմալ անձնավորության է հանդիպում, ում հետ կարող է բաց զրուցել եւ ով կարող է ասել այն ամենը, ինչ մտածում է եւ իհարկե իրերը միշտ կոչել իրենց անունով։ Սիրելի բարեկամներ, այսօր իմ հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ, այդ լավագույն քաղաքագետներից մեկը Անդրեաս Ղուկասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Համլետ եւ շնորհակալ եմ այդ ջերմ խոսքերի համար։ Պետք է նաեւ ասեմ, որ մեր իշխանությունները եւս բարձր են գնահատում իմ քաղաքական եւ քաղաքացիական գործունեությունը, իմ դեմ քրեական հետապնդումը գիտեք, որ շարունակվում է առ այսօր եւ երեք ես տեղեկացա, որ դատական իշխանությունները պլանավորում են վճիռ կայացնել իմ գործով մոտավորապես ապրիլ-մայիս ամիսներին, ընտրություններից ընդառաջ։ Այսինքն ես հասկանում եմ, որ իշխանությունները բարձր են գնահատում իմ գործունեությունը եւ ինձ լայն ընտրություն են տալիս որոշելու, որ ուղիով գնալ մայիս ամսից գնալ բանդ այո, թե ընտրության։ Ну, եթե ընտրությանը, ապա բանդ, եթե չգնալ ընտրությանը, ապա շարունակել խոսալ Փակ TV-ում։ Դե իհարկե եւ զվարճալի է եւ իհարկե շատ ես շոյված եմ։ Դե ինչ ասեմ։ 7 թվից այդ գործը ձգվում էր, մոտ անորոշություն էր, որն է ռազմավարությունը իշխանում, ինչ են վերջը ուզում, բայց բարձրաց Անդրեաս, ես չգիտեմ, դու եթե Սարի թաղով չանցնի երրորդ մասով կամ չգիտեմ Բանգլադեշով պրոցեսն է սկսելու կոնդեմ։ Համլետ մի զարմացեք, Սարի թաղում մեղադրել էին 8 հոգու։ 3-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ Մարտիրոսյան Արմենին, Սանասարյան Դավիթին եւ ինձ եւ 5 քաղաքացիներին անկարգություններ կատարելու մեջ։ Այդ քաղաքացիներից մեկը, ով որ մեղադրված էր անկարգություններ կազմակերպելու մեջ, ընդհանրապես Սարի թաղում չի եղել։ Իսկ մեկը միջադեպ է ունեցել ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցի Սարի թաղի այդ որտեղ որ եղել է ցույցը 1.5-2 կիլոմետր հեռավորության վրա։ Այսինքն ձեր հարցի պատասխանը, երբ որ սարքում էին այդ քրեական գործը, կաշկանդված չէին, որ մարդը դեպքի վայրում լինի։ Մարդ կարող էր եւ դեպքի վայր եւ այդպես փաստով եղել է, մարդը այնտեղ չէր, բայց իրեն մեղադրանք են ներկայացրել, որ ինքը քարեր էր նետում ոստիկանների վրա։ Գտնվել է նույնիսկ այլ ոստիկանը, որը վիրավորվել է նրան նետած քարերի։ Հա, կան այդ ցուցմունքները դատարանում մարդիկ գալիս էին ասում են, որ այս մարդուն տեսել են քարեր նետելուց, այդ մարդը ընդհանրապես չի եղել։ Հայտնի Կամո ֆիլմում հիշում ես Շանշաշվիլու պատմությունը, ես չեմ Շանշաշվիլին, դու ես։ Այ մարդ, սա խելագարություն է, դե
ես ասեմ, թե ներկա, թե հատկապես նախկին իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Սրանք կարող են քեզ համոզել, որ դու չես, որ դու չգիտեմ, կամ թրքահապատակ ես, կամ այլ երկրի ներկայ եւ գլխիդ գործ արկել։ Սրանք գործ արկելու մեծ վարպետներ են, սիրելի բարեկամներ, ինչքան մենք սա տեսանք, բայց Անդրեաս Ղուկասյանը իր ներքին հումորով կարողացել է։ Մենք փոքր քաղաք է Երևանը մեծ հաշվով էլի իրականում կոմունիկացիաները մարդկանց միջև կարճ են, իշխանությունները չեն կարող փոխել ձեր կարծիքը Համլետ, բայց իրենք փորձում են ձեր մասին կարծիք ձևավորել։ Ինձ որ ներկայացրել են այդ մեղադրանքը, խոմ դրանից ես չեմ փոխվել կամ իմ քաղաքական վարկագիծը դատարանում դատավորը հարց տվեց, ասեց ուզում ես դուրս գաս, ազատվես կալանքից, թե շարունակելու ես գործունեությունը, ես կատարել եմ իմ ընտրությունը եւ մինչեւ վերջ այդ կալանքը քրեցի, մինչեւ հիմա այդ գործը եվրոպական դատարանում է, նռնակի պես մի բան է, իրենք էլ չգիտեն ինչ անեն իմ բողոքի հետ, ակնհայտ է, որ քրեական հետապնդումը իմ նկատմամբ եղել է քաղաքական բնույթով, բայց իշխանությունները մարդուն չեն կարող կոդրեն այն սկզբունքային մարդուն, բայց իրենք փորձում են ուրիշների կարծիքը այդ մարդու մասին ձևավորել բացասական, ու դա է տհաճ շատ մեր ներքին այս պայքարում, ինչի արտաքին դիտորդները որակավորում են մեր ընտրական նամանավան ժամանակահատվածը որպես շատ կեղտոտ։ Ես միշտ զարմացած եմ եղել, մենք սովորենք այս մեր նախընտրական պայքարի, այսպես ասած, ընթացքին, բայց դրսի աչքերով չափազանց վատն է մեր նախընտրական, այսպես ասած, process-ում այդ ակնհայտ մարդկանց արկաբեկելու հիմնականում իշխանության պետական պատից է գալիս այդ քարոզչությունը, այդ վարկաբեկումը։ Լավ, անցնենք, որ ինչպես ասում են մեր առօրյա թեմաներին, հարցերը շատ են, հետարքիր իրադարձություններ, դե տեղյակ ես իհարկե, որ մեր խաղաղության աղավնին, մեր վարչապետը այս անգամ հասավ Եգիպտոս, իր ծրագիրը այնտեղ էլ ներկայացրեց, մասնակցելով Տրամփի կողմից կազմակերպված խաղաղության միջազգային այդ համաժողովին, մենք տեսանք, թե ինչ կատարվեց Համասի եւ Իսրայելի միջև, թե ինչպես դեռ պայմանագիրը չստորագրած ազատ արձակվեցին գերիները, այն գերիները, որոնց մասին մեր իշխանությունները չեն էլ ուզում ընդհանրապես խոսել, երբ ասում ես բա լավ, հայ ռազմագերիները Արցախի ռազմաքաղաքական վերնախավը, որ այսօր Բաքվում այդ անօրինական դատավարության զոհն է, ի վերջո ինչ է լինելու, մարդիկ քար լռություն, կարծես ամեն ինչ հրաշալի է, մենք գնում ենք խաղաղության, մենք այդ պայմանագիրը, լավ ստորագրել եք այդ խաղաղության պայմանագիրը, բա ուր են գերիները։ Չեն ստորագրել, նախաստորագրել են, դեռ մինչև ստորագրում ճանապարհ կա։ Խաղի կանոնները, որը որ գիտեք, ես շատ կարևոր եմ համարում Փաշինյանի երևույթը քաղաքական մեր դաշտում, որովհետև Փաշինյանի շուրթերով մեզ հետ խոսում է Ալիևը։ Մենք երբեք չենք ունեցել իրավիճակ, որ Հայաստանի ներսում Ադրբեջանի քարոզչական մեքենան ունենա պաշտոնական ներկայացուցիչ ու ընդ որում այդպիսի բարձր դիրք զբաղեցնող մեր պետության մեջ։ Բայց ամեն ինչը որ մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանից, ըստ էության դա ադրբեջանական քարոզի նարատիվներն են։ Եվ դրան պատասխանել, դրա դեմ պայքարել, դա շատ կարևոր է, որովհետև ես դա դիտարկում եմ որպես պայքար Իլխամ Ալիևի դեմ, ադրբեջանական քարոզչական մեքենայի դեմ, այն մասով, որով որ Փաշինյանը խոսում է Արցախի հետ առնչվող հարցերի մասին։ Ընդհանուր առմամբ, իհարկե, իսկ ինչպես է այսօր ձևակերպումը։ Խաղաղություն Ադրբեջանի նախապայմաններով, չէ՞։ Նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, պիտի ստորագրեն, նախաստորագրելուց մինչև ստորագրելը
այս ժամանակահատվածը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ունի նախապայմաններ, որոնք պիտի կատարվեն։ Եվ դուք ճիշտ նկատեցիք, Հայաստանը նախապայմաններ չունի։ Չէ՞ ուզում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ հարցերը, ոնց ես հասկանում եմ, քննարկել, որովհետև ակնհայտ է, որ գերիներին ազատելը նախապայման է, արցախցիների հետ վերադարձը ապահովել ազատ եւ անվտանգ նախապայման է, խաղաղության պայմանագիրը կնքելու հայկական կողմի նախապայմաններն են։ Եվ երբ որ մենք խոսում ենք այսօր Փաշինյանին հեռացնելու խնդրի շուրջ, ինչի համար ենք խոսում։ Մենք խոսում ենք նրա համար, որ ոչ թե Հայաստանը մերժի նախաստորագրած խաղաղության պայմանագիրը։ Խոսում ենք նրա մասին, որ Հայաստանը պիտի նախապայմաններ առաջ բերի խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրելու համար։ Նախապայմանները պիտի լինի գերիների վերադարձը, ինչպես ասեցի, արցախցիների հետ վերադարձը հայրենիք, ազատության, անվտանգության պայմաններով, միջազգային երաշխիքներով եւ վերջնական կարգավիճակը որոշելու իրավունքով։ Ոչ թե ադրբեջանական քաղաքացիություն հարկադրաբար ընդունելու պայմանով։ Սա է ալտերնատիվը։ Եվ սա է ցուցիչը այս նախընտրական փուլում ճանաչել քաղաքական ուժերին։ Այն քաղաքական ուժերը, որոնք որ ասում են մենք ուզում ենք այդ նախաստորագրած խաղաղության պայմանագիրը մերժել, այո, իսկապես պատերազմի ռիսկ են ստեղծում։ Նրանք, ովքեր որ ուզում են ստորագրել, դա լինի Նիկոլ Փաշինյանը, իշխող ուժը, թե դա լինի ընդդիմության են հատվածները, որը որ ասում է, դե ամեն ինչի համար Փաշինյանն է մեղավոր, բայց դե ինչ արած, պիտի մենք հիմա ինքը ինչ որ արել է, այսպես ասած, ավարտի բերենք եւ հետագան ավելի լավ կանենք, քան թե ինքը, ըստ էության նույնպես նույն խաղն են խաղում։ Իրական ալտերնատիվը նա է, ով որ կարող է արտասանել, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ պիտի իր նախապայմանները Ադրբեջանի առջև տնի։ Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանը հրաժարվի իր որոշումից Արցախի հետ միավորման վերաբերյալ, ըստ էության։ Երբ որ խոսում են սահմանադրությունից պրեամբուլան հանել, պրեամբուլան ինչի մասին է։ Պրեամբուլան դա Հայաստանի հիմնադիր փաստաթղթում արձանագրությունն է, որ հայ ժողովուրդը համաձայն է միացման։ Այսինքն հայ ժողովրդի այլևս կարծիքը հարցնել Արցախը համաձայն եք, որ միավորվի Հայաստանի հետ, թե ոչ, փիչ, քանի դեռ այդ պրեամբուլան սահմանադրությունում այդ նախաբանը կա։ Որ դեպքում Հայաստանը կարող է հրաժարվել դրանից։ Այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է Արցախի անկախությունը ճանաչել։ Միշտ կան բանակցային, տրամաբանական դասավորություններ, եթե դու ուզում ես սա, ապա սա։ Եթե անում ենք այսպես, ապա այսպես։ Եվ ասել, որ Հայաստանը այլընտրանք չունի, դա ճիշտ չի, դա խաբեություն է։ Դա մարդկանց այդպես փորձում են համակերպվել օտարի որոշումների հետ։ Սա է այդ խաղաղության աղավնի հիմնական գործը եւ մի դիտարկում էլ խաղաղության աղավնի վերաբերյալ։ Պատկերացրեք, որ դուք Ֆրանսիայի նախագահն եք։ Ձեզ մոտ գալիս է Նիկոլ Փաշինյանը։ Որևէ գաղտնի լուրջ բան դուք իր հետ կքննարկեիք։ Իհարկե ոչ, որովհետև ինքը ձեզանից հետո գնում է Մոսկվա Վլադիմիր Պուտինի մոտ։ Եվ դուք չգիտեք, այդ ինչ որ դուք քննարկել եք Փաշինյանի հետ, ինքը կիսվելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ հակառակը։ Երբ որ Վլադիմիր Պուտինի մոտ գալիս է
Խաղաղության աղավնի Փաշինյանը Պուտինը կարող է կիսվել իր հետ ինչ որ կարևոր եւ դրա համար գաղտնի մտքերով, ծրագրերով, գնահատականներով, իհարկե ոչ, որովհետեւ խաղաղության աղավնին մյուս օրը թռնում է Եգիպտոս, հա, եւ այնտեղ հանդիպել է Տրամպի հետ, սա ավելի շատ այտենց ինֆորմացիա տանող բերողի կարգավիճակ է իմ կարծիքով, երբ որ այո, ոչ մեկ չի կարող վստահել նման դիրքորոշում, քաղաքական համակարգում նման դիրքորոշում զբաղեցնող մարդուն, ինքը ոչ մեկի համար վստահելի չի կարող լինել։ Դե Եվ մնում է այդ փոստատարի դերակատարությունը, որ երբ ուզում ես ինչ-որ մի բան փոխանցես քո հակառակորդին, կարող ես խաղաղության աղավնի դուք ասեցիք, բայց ես կասեի փոստային աղավնի, չէ, առաջ ոտից կպցնում էին աղավնուն բաց էի թողնում։ Եկեք ընդունենք պաչտալյոն պետքին։ Պետքին, դուք հիմա տրոլինգ եք անում։ Պարոն Ղուկասյան, տեսեք, առաջիկայում վաղ շաբաթի ընտրություններն է։ Ձեր կուսակցությունը ես որքան գիտեմ չի մասնակցում։ Չէ։ Ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրությունից, այն ի վերջո կարող է արդար լինել եւ այստեղ կարող են ԿՊԱ-ականները իրենց հերթական պարտությունը կրել։ Կարող են, որովհետեւ հիմնական տրենդը դա է եւ տեղերում նո արդեն տեսել ենք, չի Գյումրիի ընտրությունները, Հարաքյարի ընտրությունները, այդ գործընթաց գնում է, որ ԿՊ-ն դեռ որպես իշխող ուժ ունի բավական ձայներ, բայց մեծամասնություն չի։ 50+1 չի, նույնիսկ 40 չի, շատ ավելի համեստ է իր համախոհների, այսպես ասած, պոտենցիալը։ Խնդիրը ընդդիմության մեջ է այսօր, որովհետև մենք Էջմիածինում տեսնում ենք, որ եւ խորհրդարանական ընդդիմությունը իր այսպես տեխնացուներին այնտեղ առաջադրում, արտախորհրդարանական ընդդիմությունից էլ կան առաջադրված տեխնացուներ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում միջանկյալ ընտրություններ են։ Իրենք կարևոր են, որովհետև իրենք ձևավորում են հենարան հետագա խորհրդարանական ընտրությունների համար։ Բայց եւ մեկտեղ իրենք ունեն առանձնահատկություն, որ տեխնացուները պետք է լինեն տեղում ճանաչելի մարդիկ։ Չես կարա ուրիշ տեղից տեխնացու բերես ավականու կամ համայնքի ղեկավարի եւ ասես մարդկանց այ առաջարկում ենք այս շատ շնորհքով մարդուն գիրտ եւ գիտակ, բայց ինքը եթե տեղացի չի, հանրությունը իրեն, համայնքը իրեն չի վստահի։ Դրա համար տեղական ընտրություններում մենք միշտ սահմանափակված ենք լինում տեղական կարողություններով։ Էջմիածին քաղաքը ծանր անցյալ ունեցող քաղաք է։ Ի տարբերություն շատ Հայաստանի քաղաքներից ինքը գտնվել է հատուկ ծայրահեղ, ես նույնիսկ ասեի, այսպես սոցիալական նեղ վիճակում, ոչ թե նյութական առումով նեղ, այլ հիշում եք այն գեներալների, այսպես ասած, ազդեցությունը այդ քաղաքի վրա, այնտեղ տիրող կարգերը, վախի մթնոլորտը, որը որ քաղաքում կար, Էջմիածինը դեռ դուրս չի եկել իմ կարծիքով այդ ազդեցության տակից։ Անցել է, հա, բավականին ժամանակ, արդեն 7 տարի տեղի ունեցած փոփոխություններից հետո, բայց մարդիկ դեռ ազատ չեն։ Մարդիկ իմ զգացողությունը, իմ, այսպես ասած, գնահատականը, որ եւ դե համայնքը մեծ է Էջմիածին, 21 գյուղեր են միավորված վաղաշաբաթ քաղաքի հետ։ Այսինքն այնտեղ այդ առանձնահատկությունը կա, որ ընտրողները ազատ չեն լինի իրենց
գաղափարի մեջ ում ընտրել։ Կաշկանդված են լինելու ծանոթ, բարեկամ, ինչու՞ չէ փողային ազդեցություններով եւ այլն։ Դրա համար դա իմ ստանդարտի տեսակետից մաքուր ընտրություններ չէ։ Մաքուր ընտրությունը երբ որ մարդը պատասխանատու որոշում է կայացնում։ Այո։ Մի հատ եթե խորհրդարանական մակարդակին անդրադառնանք, ակնհայտ է, չէ, որ Հայաստանի իշխող ուժը պիտի մեծ պաշար ունենա միջազգային իրավունքի ոլորտում, գիտելիքի պաշարի նկատի ունեն։ Հայաստանի ղեկավարը չի կարա եւ ղեկավար թիմը միջազգային իրավունքի ոլորտում գիտելիք չունենա, որովհետեւ մենք այդ ոլորտում լուրջ խնդիրներ ունենք։ Ռազմագիտության ոլորտում գիտելիք պետք է ունենա թե առաջնորդը ազգի, թե իր թիմի մեջ այդ պաշարը պիտի տեսանելի լինի։ Կապիտալ շինարարության ոլորտում։ Ես ասում եմ այն ոլորտները, որոնք որ այսպես ասած ամենաբանն են։ Ֆինանսական պլանավորման ոլորտում, իրավաբանության ոլորտում։ Առնվազն այդ 5 ոլորտներում ցանկացած իշխող ուժի հայտ ներկայացնող, առաջնորդի հայտ ներկայացնող մարդը եւ մարդիկ պիտի ունենան գիտելիքի պաշար։ Բայց ընտրողների ընդամենը 10%-ը կարող են դա գնահատել։ Մեծամասնությունը ընտրողների չեն ճանաչում, չեն կարող ճանաչել այս մարդը ունի գիտելիքի պաշար, թե չունի։ Կոչումը դեռ գիտելիքի պաշար չի։ Մարդիկ կարող է լինեն տեխնացուներ գիտությունների, բայց դա պարզապես ինչ որ աստիճան է, որը այսինքն ընտրությունների վրա դա քիչ է ազդում։ Նույնիսկ եթե այդպեսի այսօր եթե մենք նայենք մեր Հայաստանում իշխող ուժը այդ ոլորտներում ինչ գիտելիքի պաշար ունի։ 0 Իրենք են ընդունում, որ իրենք 0 պաշար ունեն կապիտալ շինարարությունում։ Դրա համար մեր մանկապարտեզները, դպրոցները, որը պետությունը սարքում է, ճանապարհները արագ փչանում են։ Բողոքում են շինարարներից, ասում են շինարարները սենց եւ այլն։ Բայց դա իրականում բացահայտում է, որ իրենք չունեն այդ գիտելիքի պաշարը, կապիտալ շինարարությունը ինչպես կառավարել։ Միջազգային իրավունքի ոլորտում տեսնում են բոլորը ինչ խղճուկ վիճակ է։ Ռազմագիտությունը հենա ցույց տվեց 20 թվականի եւ դրանից հետո ռազմական իրադարձությունները, որտեղ բոլոր տեղերում պարտված դուրս եկողներ զինված ուժերը։ Կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն իրավաբանության ոլորտում, նույնպես քայլեր, կիսաքայլեր, բարդ խնդիրներ, ոչ մի էական առաջընթաց։ Սա Հայաստանի համար ակնհայտ է բառակապակցությունը ապօրինի հարստություն, բայց չնչին են իրավապահ մարմինների հաջողությունները այդ ապօրինի հարստությունը պետությանը եւ ժողովրդին հետ վերադարձնելու շատ դժվար բան ենք ասում։ Հիմա ասում, այդ մարդիկ ինչով են արդարանում։ Ըստ էության ասում են, որ մենք չունենք այդ պաշարը գիտելիքի ամեն անգամ, բայց ժողովուրդը իրենց ընտրել է, չէ՞։ Ժողովուրդը էյֆորիա էր ապրում այդ մարդկանց առաջադրելով, այսինքն այդ գիտելիք չունեցող մարդկանց վրա խին հույս դնում։ Ցավոք սրտի մենք այո ունենք այսպիսի պարադոքս։ Ուրիշ չափանիշներով է ընտրողների մեծամասնությունը մոտենում այդ կարևոր բարձր պաշտոններին մարդկանց առաջադրելու հարցի։ Եվ 30 տարվա ընթացքում կարելի ասել մենք տեսնում ենք դեգրադացիա։ Պահանջները գիտելիքի առումով, պատշաճության առումով մարդկանց առաջադրվող առաջատարը դիրքերին հասնում նվազում է։ Իմ վախը, որ հաջորդ մեր վարչապետը կարող է, եթե այս մեկը ունի անավարտ, ասեք թերի միջնակարգ, հաջորդը պիտի արդեն թերի միջնակարգ ունենա։
Շատ դաժան եք, պարոն Ղուկասյան։ Բայց եթե նայեք, բանը պես է գնում։ Գալիս է, այո։ 8 լեզու իմացող գիտությունների տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանից, հետո լավ կրթություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը պոլիտեխնիկի, հետո ձևական կրթություն ունեցող Սերժ Սարգսյանը բանասիրական հերրակա, հետո կրթություն չունեցող բարձրագույն անավարտ Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակենք, արդեն հաջորդը ձեր ասածը անավարտ միջնակարգ դերի միջնակարգ Դե մենք ամեն ինչի ընդունակ ենք ինչպես ասում են ասնելու Պարոն Ղուկասյան ընտրությունները իհարկե խոսքս հատկապես 2026-ի ազգային ժողովի ընտրությունների մասին է նոր այսպես դեմքեր էի այդ բերում բայց այդ նոր դեմքերն էլ հներն են նորով է տեսեք Սամվել Բաբայան, Արթուր Վանեցյան դաշինքը, նոր ուրիշ այլ միավորումներ, Քոչարյանը արդեն ասում է ում հետ կարող է գնալ եւ ակնարկում է Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը փոխարենը ասում է ոչ մի դեպքում Քոչարյան կամ Սերժ Սարգսյան։ Մի խոսքով ընտրություններից առաջ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, պայքարի մեջ են մտնում նաեւ ասենք նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նույնպես գտնում է որ ժամանակը եկել է որ ինքն մասնակցի այս ընտրություններին մի խոսքով մարդիկ չգիտեն թե ի վերջո ովքեր են այն անձնավորությունները անհատները որոնց հետ կարելի է ի վերջո հույս կապել որոնց հետ գնալ նոր ընտրության ինչ-որ նոր բանի հասնել դուք անձամբ այս դաշտում ինչ եք տեսնում ես տեսնում եմ արեստավարժ ճարտարապետություն Ընտրությունները պատասխանատու միջոցառում է եւ իշխող ուժը պետությունը, պետական մարմինները պատրաստվում են դրան։ Ավելի լուրջ, քան քաղաքացիները։ Քաղաքացիների համար ընտրությունը, այսպես ասած, օր է, երբ որ իրեն գնում են քվեարկելու, պետության համար դա շատ լուրջ միջոցառում է։ Հիմքում դրվում է իհարկե հանրային կարծիքի գնահատականները։ Եվ ելնելով հանրային կարծիքի գնահատականներից կազմակերպվում է արդեն քաղաքական աշխատանք։ Ամեն մի առաջադրվող քաղաքական գործիչ առաջադրվում է լինի ինքը իր առաջադրումը իշխող պատից, թե ընդդիմադիր պատից, թե այսպես քաղաքացիական հատվածից Ես չեմ խոսում անկախ տեխնացուների մասին, որոնք պետությունից անկախ են գործում եւ դրա համար ունեն վճիռ լսելու խնդիր քվեարկությունից մի ամիս առաջ այլ նրանք ովքեր որ համագործակցում են պետական մարմինների հետ նույնիսկ խորհրդարանական ընդդիմություն մի զարմացեք սրտաճած է պետության հետ մեզ մոտ եւ ամեն մեկ ունի իր առաջադրանքը ինչքան ընտրող ինքը պետք է հավաքի Եվ երբ որ մենք լսում ենք այդ բոլոր անունները, այո, Սամվել Կարապետյանը մեծ դերակատարություն ունի կատարելու գալիք ընտրություններում, դա այն դերակատարությունն է, որը որ առաջ կատարում էր Գագիկ Ծառուկյանը, անցյալ ընտրություններում կատարում էր Ռոբերտ Քոչարյանը, ինքը պիտի հավաքի որոշակի սեգմենտի ձայներ ընտրողների մի հատված կա, որը որ անցյալում Բարգավաճ Հայաստանին էին քվեարկում, հիմա պիտի այդ ընտրողների համար նոր կերպար է առաջարկվում Սամվել Կարապետյանն։ Իրենք պիտի ջանքեր գործադրեն, որ հաշվարկված է, պատկերացում կա, ինչքան են այդ տեսակ ընտրողները, որ այդ տեսակ ընտրողներին հավաքագրի Սամվել Կարապետյանի նախաձեռնած մեր ձևերով շարժումը։ Անունն էլ պատահական չի։ Ինքը տվյալ ընտրողին ուղղված անուն է վերնագիրը, այսպես ասած։ Այո, մեր ձևով։ Մեր ձևով։ Ենթադրենք ինտելիգենցիայի համար արդեն այդ անունը ընդունելի չի, չէ՞, մեր ձևով։ Հայկական ինտելիգենցիա։ Հասկանալի։ Դա որոշակի խավի համար է, սոցիալական խավի համար կոնկրետ պրոյեկտ է։ Նույնը եւ այսպես ասած մյուս ձեր թվարկած այսպես ասենք հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանին մոտ գործիչները ենթադրենք Վանեցյանը, չէ՞, համագործակցել են եւ այլն։ Պիտի մի քանի սեգմենտի տրոհեն այն հատվածը, որը որ հանրապետական
կուսակցության որպես ասենք էլեկտորալ ինչ որ ազդեցության տակ են գտնվում։ Եվ այսպիսով հավաքվում է թիվը, այս մեկը այսքան է բերելու, այս մեկը այսքան է բերելու, այս մեկը այսքան է բերելու, ընդհանուր պատկերը լինելու է ասենց։ Իմ կարծիքով մի քիչ էլ օգնում է այդ ընտրական հանձնաժողովը ճիշտ քաղաքական ճիշտ ժողովրդի ճիշտ ընտրությունը մի փոքր շտկում է այդ երևույթը ես բացահայտել եմ առաջի անգամ 2007 թվականին, երբ որ այսպես հրապարակեցին Excel ֆայլով բանը արդյունքները ըստ ամեն մի տեղամասի, բայց մոռացան ջնջեն բանաձևերը, գաղտնի բանաձևերը, որ տողերի արանքում դրել են, մոռացան ջնջեն։ Ես այդ ֆայլը երբ որ այսպես ասած download արեցի, հա, ներբեռնեցի այդ կայքից, բացեցի նկատեցի որ գաղտնի տողեր կա։ Սկսեցի բացել այդ գաղտնի տողերը, տենան բանաձևեր են մեջը գրած, ոնց հաշվել, որ ուզած թիվը ստանալ, ինչից հասկացա, որ դա բան է, մտածելակերպ է, մեխանիզմ է, եւ այդ մեխանիզմը առ այսօր գործում է 2007 թվականին այդ տեղեկությունները մենք դիտորդներին փոխանցեցինք եւ նույնիսկ արձագանք եկավ ԱՄՆ-ի կոնգրեսմեններից մեկը այնտեղ մի տեղամաս կար, որտեղ 1909 հոգուց 1908 քվեարկել էին բոլորը եկել էին քվեարկության ու բացառությամբ մեկի քվեարկել էին Սերժ Սարգսյանին, իսկ մեկը քվեարկել էր Սերժ Սարգսյանին, բայց սխալ էր քվեարկել, անվավեր ճանաչվեց իրեն։ Եվ այդ կոնգրեսմենը ասաց, ես կհավատամ, որ շանմոտ 5-րդ թաթը կաճի, քան որ որևէ մի տեխնացուի աշխարհում 1900 տեխնացուներից ուզում եմ ասեմ, ազդեցություն հետևանք այդ ժամանակ մեր աշխատանքը ունեցել է, այդ բացահայտումները ունեցել են, բոլորը գիտեն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի խորը փորձ, գիտելիք, ինչպես այդ նկարչությունը վերջնական պատկերը բերել այն տեսքի, որը որ քաղաքական, այսպես ասած, նախապես ժողովուրդ դե անգրագետ է, SN է, մենք խոմ հասկանում ենք ճիշտ որոշումը որը պիտի լինի, ում ինչքան տոկոս լինի։ Պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա զորույցի համար, ինչպես միշտ դուք բեսեդ շատ անկեղծ էիք, ուրախ եմ Ես կարծում եմ պիտի ավելի հաճախակի հանդիպենք, որտեղ առջևում ընտրություններ։ Մինչև վճիռ, այո, արժի հաճախ։ Մինչև ձեր վճիռը հանգիստ խոսեք, հենց որ տեսնեք, որ իրավիճակը թեժանում է։ Այդտեղ նամակներ կգրեն։ Նամակ ռուսաց թագավորին։ Բանտից։ Միջանոց բանտային նամակները միշտ այսպես գնահատվել են։ Ասեմ, վատ տարբերակ չի, կարող եք ավելի լավ է բանտից նամակ գրել, քան թե դառնալ այս կամ այն տականքի զոհը։ Անշուշտ մարդկանց վրա հիմա բացեբաց օրը ցերեկով կրակում են, ասում են վենդետա է, նոր ձև է դա, քաղաքական վենդետա։ Միշտ եղել է այդ երևույթը եւ կարծես թե հույսը ունենք, որ էջը թերթվեց, բայց արի ուտես 18 թվականից ինչքան սպանություններ տեղի ունեցան եւ դատական գործերով կարևոր վկաների եւ այսպես քաղաքական գործիչների։ Դե լավ, առջևում մեզ մի շատ դաժան տարեթիվ է սպասում, այդ մասին երևի առաջիկայում խոսենք հոկտեմբերի 27-ի հերթական տարելից։ Այն սրիկաները, տականքները, որոնք այդ ամենը նախաձեռնել են, դեռ ազատության մեջ են, վայելում են։ Ինչի մասին է խոսքը։ Շելի բարեկամներ, ես ուզում եմ, որ դուք անկախ ամեն ինչից միշտ մնաք լավատես։ Իսկ այսօր մեր հյուրը իսկապես հրաշալի միանձնավորություն էր Անդրեաս Ղուկասյանը, ում ես շատ իսկապես հարգում, սիրում եմ որպես լավ ընկերոջ, լավ մարդու, լավ մնացեք, զգուշ, տեսեք զգուշ խոսացեք։ Ինչպես Բենդերը կասեր, հում պամիդորներ չուտեք։ Շնորհակալություն Ավլետ ջան։ Ես շատ շնորհակալ եմ եւ իսրտանց ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք եւ մենք շարունակում ենք այսպես ասած։ Մենք արդեն հաճախակի այսպես ուղիղ շփվել։ Շնորհակալություն։ Եվ բարեկամներ, Անդրեաս Ղուկասյանն էր այսօր։ Սպասեք նրան, ինչպես ասացի, առաջիկայում եւս։ Ցտեսություն։